Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 2-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Էլի եմ ասում, ճիշտ է բացեցի, բայց դեռ իմ ուզած քանակությունը չկա։ Տեսնենք ինչպես կընթանա, եթե չկա, դա նշանակում է, որ մարդիկ այդքան էլ չեն ուզում, հա, եթե այդպես վերագրենք, բացի մեկնաբանությունների իհարկե։ Դե տեսնենք ինչպես կընթանա։ Կսպասեմ։ Այսքանը։ Դե տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Կսկսենք առնետներից։ Ինչ է սպասվում առնետներին հուլիսի 2-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ։ Կստանաք երկար սպասված տեղեկատվություն, միգուցե այդ սպասում եք, հա, երկար ժամանակ է։ Հիմա արդեն վերջապես իմանում եք, որ գալիս են, ուղարկել են կամ թեկոս։ Հանդիպում կամ շփում կունենաք երիտասարդ տղայի հետ, միգուցե ծանոթություն է, միգուցե նաև օգնում է ձեզ ինչ-որ մի հարցում։ Գործերը կփորձեք այդ օրը մղել առաջ, որքան հնարավոր է։ Եվ խոչընդոտներ կան երեկոյան, խոչընդոտները պետք է կարողանաք հաղթահարել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 2-ին։ Հարգելի ցուլեր,
տարվա ծնված ցուլերին է սա միայն վերաբերվում։ Գործերը կանեք, կվերջացնեք, կտրուկ նաև քայլ կանեք, կտրուկ ոչ է գործողություն կանեք այդ օրը, անսպասելի կամ միգուցե ձեզ մոտ է ինչ-որ անսպասելի ոչ է բան տեղի ունենում, որ չեք սպասում, նաև ժամ կպայմանավորվեք և հաջողությամբ կամ հաջողությամբ ժամ կպայմանավորվեք, ի վերջո կկարողանաք այդ մարդուն գտնել, կամ սա ոնց որ հաջողությամբ տեղ կհասնեք, այսինքն ճիշտ ժամանակին տեղ կհասնեք։ Նաև հեռախոսազանգ ունեք այդ օրը, հանդիպում կամ շփում որևիցե կնոջ հետ, այդ կինը այդքան էլ լավը չէ։ Եվ ինչ-որ մի բան է ուշանում, ինչ-որ մի բան դանդաղում է, մոտավորապես նաև կարող հուզվել, այդպես հուզված գնաք, որ շուտ տեղ հասնեք, նաև հուզվում եք, որովհետև ինչ-որ մի բան ուշանում է ձեզ մոտ, ավելի ուշ է լինելու, մոտավորապես 3 ամիս կարող է ինչ-որ մի բան ուշանալ։ Միգուցե ուրախության հուզմունք է դա, որովհետև հնարավոր է, որ ուրախացնում է դա ձեզ, որ ինչ-որ մի բան դանդաղում է, ուշանում է, դեռ ձգձգվում է, որտեղ գործեր կան, որ իրոք պետք է ձգձգվեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 2-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հաջողություն ունեք ձեր գործերում, այն ինչ որ դուք կանեք այդ օրը։ Նաև ոմանց հարսանիքի կհրավիրեն, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն կանեն, նաև պայմանագիր, միգուցե կնքեք այսպես հաջողությամբ ոչ է պայմանագիրը։ Նաև որվա ընթացքում սեղանի շուրջ եք նստելու, ոմանք կցանկանան հետո պարկել, քնել, հանգստանալ, նաև ոմանց համար ինտիմ հարաբերությունները և հեռախոսազանգ։ Եվ այդ հեռախոսազանգը միգուցե ձեզ հույս է տալիս նոր, կամ հույսով լցվում է, կամ հույսով եք, որ ձեզ կզանգահարեն եւ այդպես մի քիչ ավելի ուշ են զանգահարում ձեզ, այդպես հույսով սպասում եք, հույսով լցված եք նաեւ ինչ որ մի բանի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 2-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը հուզվում եք, կարող եք նաև արտասվել։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց հրավերք հարսանիքի, ոմանք պատրաստվում են հարսանիքի նաև գործարքը, որը կկնքեք, բայց օձեր կան այդ օրը, զգուշ եղեք, նաև եթե ամուսնության առաջարկին արել ոնց որ միանգամից մի սկսեք բոլորին այդպես պատմել, որտեղ օձեր են, նախանձում են, այդ օրը ունեք եւ երկեսանի մարդիկ ձեր կողքը եւ օձեր։ Հաջողություն ունեք, նոր դռներ է բացվելու ձեր առջև, նոր հնարավորություններ, ինչ-որ մի բանը լավ ձևով կավարտվի ձեզ մոտ։ Բայց այստեղ ինչ-որ տղամարդու հետ կապված գորգռում եք, կամ ինքն է ձեզ բարկացրել գալիս եք այդպես գորգռալով պատմում եք, կամ գորգռում եք նաև այդ տղամարդու վրա։ Երեկոյան հանդիպում կամ շփում կունենաք ոչ երիտասարդ տղայի հետ, կամ եթե երիտասարդ տղա պետք է գա, ապա 3 ամիս կարող է ուշանալ։ Ինչ-որ նաև այստեղ կարող է լինել ինչ-որ գաղտնի պահեր, ոնց որ գաղտնիք է պահում ձեզանից այդ տղան։ Եվ երկեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, միգուցե իրենց պատճառով է, որ ուշ են գալիս, միգուցե իբր սփոփում են, որ ուշ է գալու, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 2-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, լավն է այդ կինը։ Նաև կամ երկար եք քնելու, բավականին երկար, կամ օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ։ Նաև ոմանց համար այստեղ թե տղամարդիկ են, օրինակ, որ նաև ինտիմ հարաբերություններ են այդ կնոջ հետ։ Նաև այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ ինչ-որ մարդիկ կգան։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարիքով անձնավորության հետ։ Կարող է լինել ձեր հայրը, կարող է լինել որևիցե մեկը պետական աշխատող, պաշտոնյա եւ այլն։ Յուրաքանչյուր մեկը կարող է լինել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հուլիսի 2-ին։
Հարգելի օձեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք փոյցե երիտասարդ տղայի հետ նոր ծանոթություն է։ Ոմանք գումար կստանան, եք նայեք, եթե սպասում եք, ոմանք գումար կծախսեն, նաև։ Օրվա ընթացքում հաջողություն ունեք, ինչ-որ գործեր հաջողությամբ կանեք կվերջացնեք կամ ձեր գործերում հաջողություն կունենաք։ Եվ այստեղ սեղանի շուրջ եք նստելու, շատ եղեք ինչ եք ուտում, ինչ եք խմում, գուցե շատ եք խմում, եւ այդտեղ կարող ձեզ վատը զգալ։ Եվ կիրածից եւ խմածից նույնպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին հուլիսի 2-ին։ Հարգելի ձեր, կներեք, այդ օրը ինչ-որ մի բան է ուշանում, մոտավորապես 1 ամիս կարող է ուշանալ, կանգնած է, դանդաղում է եւ դրա մասին կիմանաք, որ դեռ պետք է սպասեք, դեռ պետք է ինչ-որ մի բաներ չեք կարող անել, որովհետեւ ինքը կանգնած է։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, նաեւ դա կարող է լինել դուք ուշ եք ուղղակի արթնանում քնից։ Երկերեսանի մարդիկ ունեք, օրվա ընթացքում կհանդիպեք իրենց հետ, հաջողություն ունեք ձեր գործերում, այն ինչ որ կանեք, հաջողակ գործեր կարող եք ընկել, գումար կամ կստանաք կամ գումար կծախսեք, եւ էլի եւս հաջողություն, զարգացում, առաջխաղացում ձեր գործերում, հարաբերություններում, այն որտեղ որ այնպես չէր ձեզ մոտ, այդտեղ ոնց որ կզարգանա եւ կլավանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հուլիսի 2-ին։
Հարգելի այծեր, այստեղ կամ դուք եք իմանում հանկարծակի լուր, որ ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ, կամ հանկարծակի լուր եք լսում եւ ճանապարհ եք գնում։ Հեռախոսազանգ կունենաք, երկար սպասված տեղեկատվություն կստանաք, կամ այդ հեռախոսազանգին եք երկար ժամանակ սպասել։ Այս կգորգռակ, գորգռում եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, կամ արդեն այն որ ինչի այդքան ուշացել, հա, տեղեկատվությունը կամ էլ ոնց որ պետք չի միգուցե։ Այստեղ ուշադիր եղեք, բայց մասնակետ կողած ես փորձել մոլորեցնել, ինչ-որ մի բան ստորագրելուց, ինչ-որ մի բան այդպես կարող է ասել, ինչ-որ սուտ կամ ինչ-որ մի բան բացահայտի ձեզ համար, այդպես փուչիկի նման պայթացնի, կամ ուղղակի, ոնց որ փափուկ բարձա դնում ձեր գլխի տակ։ Ոմանք այդ օր կգնան բժշկական կենտրոն կամ նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Երկերեսանի մարդիկ կան, կարիերայում բարձրունք ունեք եւ այդ երկերեսանի մարդիկ դրա համար են հավաքվել ձեզ մոտ։ Մի կիսվեք շատ բաներ իրենց հետ, որպեսզի չվնասեք ձեզ։ Դե ինչքան շատ բան իմանան, հատկապես երրորդ մարդու մասին, հա, այնքան ավելի շատ կտարածեն այստեղ ձեր կարիերային կվնասի դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 2-ին։ Հարգելի կապիկներ, այդ որ ինչ-որ մի բան է փակ, ինչ-որ մի բան չի ստացվում ձեզ մոտ, կամ ուշադիր եղեք, որպեսզի քնած չմնաք, կամ միգուցե առողջության հետ է կապված այստեղ, ուզում եք այցելել նման կենտրոն, բայց չեք կարողանում, հա, բժշկական չեք կարողանում բժշկին տեսնել, չեք կարողանում այցելեք այդ ժամին։ Նաև դա կարող է կապված լինել ոնց որ առավոտյան մարդը ուզում է գնալ, հա, աշխատանքի կամ ինչ-որ միտեղ եւ չի կարողանում առաջ շարժել։ Այսինքն ինչ-որ մի բան է ցավում, ինչ-որ մի բան է, ուտեմ կան չէ օրեր, որ արթնանում ես գլխացավերով, արթնանում ես բռնված, հա, ուսդ բռնվում է կամ եւ այլն։ Նման կարող է ինչ-որ մի process է, կամ առավոտյան շուտ ուզում եք գնաք մտնեք հիվանդանոց եւ ձեզ չեն թողնում։ Այդ ժամին օրինակ չի կարելի տեսակցություն անել։ Եվ տան հետ կապված իրադարձություններ ունեք, միգուցե առիթ է, միգուցե գնում եք այդ առիթին, նաև դա կարող է լինել տան հետ կապված յուրաքանչյուր բան, տեղափոխություն, մաքրություն, ուշադիր եղեք, այստեղ վիճում եք տան անդամների հետ, կամ ձեր զույգի, կամ տան յուրաքանչյուր անդամի հետ, երեկոյան մտքերի մեջ կլինեք, որտեղ ինչ-որ մի բան է ուշանում, մոտապես 3 ամիս կարող է ուշանալ, եւ մտածում եք այդ մասին, ինչպես անել, ինչպես միգուցե ելք գտնել,
Այսքանը ձեզ համար ինչ որ խառը օր է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ակաղներին։ Ինչ է սպասվում ակաղներին հուլիսի 2-ին։ Հարգելի ակաղներ, այդ օր ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիավլի, տատանվում եք, մտքերի մեջ կլինեք նաև, ծանոթ կանեք ինչ-որ բաներ, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնցով որ պետք է զբաղվեք, միգուցե երեխաների համար է, միգուցե ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, բանկային համակարգ եւ այլն, ինչ-որ տեղ է, որ ինչ-որ գործողություններ կանեք, նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը, որը եւս ձեր տրամադրությունը էլի կբարձրացնի եւ այստեղ գործերը կանեք կավարտեք այդ օրը։ Բացի դա էլ կտրուկ ոչեք քայլ կանեք։ Կտրուկ որոշում կկայացնեք կամ ձեզ մոտ, ինչ որ մի այդպես կտրուկ քայլ կլինի։ Ինչ որ անսպասելի մի բան տեղի կունենա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ունենք շների։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 2-ին։ Հարգելի շներ, այդ օրը տատանվում եք, առավոտյան արտանում եք ու սկսում տատանվել մտքերի մեջ,
ծանոթ թեթև եք անում, ընտրության առջև եք կանգնած, առողջան, ինչ անեք, ինչպես անեք, գնաք, չգնաք, հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, այդ օրը լավ կին է, նաև երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք կամ ինչ-որ մի բան, բայց դա նշանակում է փակ է, միգուցե պետական հիմնարկության հետ է կապված, ինչ-որ մի բան այնպես չէ, կամ ինչ-որ տղամարդ է դա ձեզ ասելու, կամ պետական աշխատողի հետ է կապված, ուզում եք հանդիպել, իրեն տեսնել, միգուցե արձակուրդ է գնացել, միգուցե սպասում եք չկա դեռ, կամ սպասում եք, մեկ էլ ինչ-որ մի բան է ասում, որը այնպես չէ, հա, փակ է, չի ստացվում այդ օր ինչ-որ մի բան անել։ Ասում է երկար էիք սպասել, բայց հետո կամ ասում է չէ, չի լինի, կամ այսօր չի լինի, այսօր չեմ կարող այդպես։ Տան հետ կապված առիթ է, սա կամ ձեր տանն է կամ պետք է գնաք, նաև ինչ-որ հարցեր են տան հետ կապված, միգուցե ուզում եք վարկ վերցնել, միգուցե ինչ-որ մի բան է, կամ տուն եք մաքրում ու բորկա եք անում, տան գործերով եք զբաղված։ Օրվա վերջ ևս խոչընդոտներ կան, ևս խոչընդոտներ, որոնք էլի պետք է հաղթահարեք եւ բժշկական կենտրոն, ոմանք այցել են բժշկական կենտրոն, ոմանք պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հուլիսի 2-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մեկին կսպասեք կամ ինչ-որ բանի կսպասեք, նաև ոցեր կան, բամբասանք, չար լեզուներ, չար մարդիկ, չար խոսակցություններ, այստեղ ժամին ուշադրություն դարձրեք, այստեղ սպասում եք, հա, ուշանում են, այստեղ դա համար ժամը ցույց տալիս։ Կամ ոնց որ այդքան էլ լավ մարդու հետ չեք պայմանավորվել, դա համար ուշանում է, օծություն է անում, հա, թող իբր սպասի։ Կարող եք գորգրալ, նաև այդ օրը ինչ-որ մեկի վրա կամ թեկուզ այդ որ ուշանում է, դա քննարկեք հետո այդպես գորգրալով եւ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ նման կենտրոն կայցելեք։ Նավրը ուղղակի երեկոյան հա այնքան եք գորգրում, ձեզ վատ եք զգում, համար ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։